Այնինչ այսօր տեղի ունենում Հայաստանում, Երևանում դա արդյունք է ըստ էության 90-ականների կեսից վարվող քաղաքականության երկուտակվեցին սոցիալ-քաղաքական, բարոյական և տնտեսական խնդիրներ։ Վերջի տարիներին ավելի ու ավելի Հայաստանի քաղաքացին զրկվեց քվեի միջոցով դատական ճանապարհով իր շահերը պաշտպանելու իրավունքից, հետևաբար հասարակության մի մասը, որպես հարցի լուծման ձև, տեսավ այն նույն ձևը, ինչ տարիների վեր իշխանություններն են օգտագործել, այսինքն ուժի կիրառումը։ Երբ որ այսօր իշխանությունը ասում է, որ ուժի մեթոդով չի կարելի հարցեր լուծել, մի քիչ այսպես ասած ճիշտ չի հնչում, որտեղ բազմաթիվ անգամներ մենք վկա ենք եղել, որ իշխանությունը ուժի միջոցով է լուծել իր հարցերը։ Այսինքն դա վատ օրինակ է եղել, ցանկալի չի նման օրինակին հետևելը, բայց դա այսպես ասած հիմա շատ տարածված ասում քամից հանես փոթորիկ կհանձես տարբերակն է, դա եղավ։ Սա խորագույն ճգնաժամ է, ես կասեի երբ մեր այս անկախության 25 տարիների ամենամեծ ներքաղաքական ճգնաժամն է։ Հիմա ինչպես կարող է սա լուծվի։ Լուծումը կարող է ունենալ երկու տարբերակներ իշխանության համար վատ են։ Վատ տարբերակը այն է, որ ինչ-ինչ պատճառները, որը շատ քիչ հավանական են համարում, ապստամբները զենքը վայր դնեն և հանձնվեն իշխանության ողորմածությանը։ Դա չի լինի, որովհետև մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ իշխանությունը ավելի է կոշտացնում իր դիրքորոշումը, օրինակ Կարո Եղնուկյանի ձերբակալությունը և 8-ից 15 տարի հոդված դնելը զինված խմբին աջակցելու պատճառով կամ պատճառաբանությամբ ակնհայտորեն ուղերձա այդ զինված խմբին, որ ցես հաստատ 15-ից ավել է սպասվում։ Որը շատ սխալ է, անգամ իշխանության տեսանկյունից տակտիկական առումով սխալ է, բանակցությունների ընթացքում նման բան չեն անում, այլ ընդհակառակը պիտի ավելի իրավիճակը մեղմվի։ Առավել ևս, որ ապստամբները նման հնարավորություն տվել են, իրենք ստեղծել են նախադեպ, իրենք ազատել են իրենց մոտ գտնվող բոլոր ոստիկաններին, որը էապես մեղմել է իրավիճակը։ Ցավոք սրտի համարժեք պատասխանը մենք չենք տեսնում, ես կարծում եմ, որ իշխանությունը կարող էր դրան որպես պատասխան ազատել բոլոր այն անձանց, որոնց ընդդիմությունը համարում է քաղաքական բանտարկյալներ։ Ինչքան էլ ասվի, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան, մենք գիտենք Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր իհարկե չեն ձերբակալվել քաղաքական քրեական դրվածով, որտեղ նման հոդված չկա, բայց բուն դրդապատճառները եղել է քաղաքական։ Այսինքն նախ համարժեք պատասխան պիտի անի իշխանությունը, այսինքն ազատելու դիմաց ազատություն։ Մյուսը անհասկանալի է ինչու է հիմա իշխանությունը սրում այս վիճակը եւ չի կատարում իր խոստումը սննդի մատակարարումը, բժշկական օգնության մատակարարումը եւ այլն կատարելուց։ Եթե մինչև իսկ ենթադրենք, որ այս խումբը հանցագործ խումբ է, իսկ միայն դատարան իրավունք ունի որոշելու մարդը հանցագործ է, հանցավոր է թե ոչ, ապա միևնույն է, այսինքն կա մարդասիրական իրավունք, անգամ գերիները, ռազմագերիները, ձերբակալվածները, հանցագործները բժշկական օգնության եւ սննդի իրավունք ունեն։ Չի կարելի խոսել օրենքից, ասել, որ ուժի կիրառումը անընդունելի է, միևնույն ժամանակ կիրառել ուժ։ Չէ՞ դա էլ ուժ է։ Ուժը միայն կրակոցնելու չի, սա էլ ուժի կիրառում։ Պարոն Բաբյան, ներողություն միջամտության համար ասացին, որ ոստիկանական մեքենա են այրել իր բողոք դրան։ Արդյոք կարող են դա արդարացված համարել եւ համարժեք պատասխան իրենց նույն չտրամադրել։ Էլեկտրաէներգիան նույնպես։ Ես դրա համար ասացի, որ ուժը ուժ է ծնում, այսինքն եթե իշխանությունը փակելով այդ բոլորը, այսինքն ուժ է կիրառում, նրանք էլ կիրառում են այն ուժը, ինչ կարող են, ասում անում են այն, ինչ կարող են, չզարմանանք, որ վաղը ուրիշ բաներ լինեն, այսինքն եւ պարտադիր չի միայն այդտեղ։ Հանրապետությունը կարող են այլ օջախներ առաջանան, կարող են այլ գործողություններ լինել, այսինքն նպատակը որն է, եթե նպատակը այսօր խաղաղ ճանապարհով, ես կարծում եմ բոլորս ուզում ենք խուսափել արժանայնության հարցը լուծելն է, ուրեմն պիտի որոշակի իշխանությունը որոշակի ընդառաջանի այն քայլին, որն լավ ստամփ խումբը։ Կրկնում եմ, նրանք ազատել են բոլորին եւ
ուշադրություն դարձրեք, ես երբեք չեմ օգտագործում պատանդ բառը։ Ընդհանրապես որ պատանդ ես վերցնում, պատանդ վերցնելու նպատակը սպառնալիքն է, նրանց սպանելու միջոցով ինչ-որ մի բան կորզել։ Այսինքն ժամանակ ես տալի, ասում ես, այս բանը կանես, չանելու դեպքում կսպանեմ։ Մենք նման բան երբեք չենք լսել, ընդհակառակն ի սկզբանե գիտեինք, որ պատրաստակամություն է եղել, աստիճանաբար այդ գնդում գտնվողները ազատ են արձակվել։ Եթե մենք ուզում ենք չխորացնենք այս ճգնաժամային վիճակը, ուրեմն պիտի նախ խուսափենք արյունայողությունից, որտեղ արյունը գծմի արյուն, երկրորդ իշխանությունը պիտի արդեն իսկ որոշակի փոփոխություններ կատարի, այսինքն պատճառները որոնք են, ասենք սոցիալական, այս անարդարության կոնիտեն, իշխանությունը մեզանից լավ գիտի իշխանության մեջ ովքեր են ամենակոռումպացված չինովնիկները, թող գոնե որպես քայլ, առաջի քայլով նրանք պաշտոնակարվեն եւ քրեական դուրս դրանցնեն հարուցին։ Այսինքն հասկանալի չէ մարդիկ, որոնք տնտեսությունը եւ բանակը հասցրել են այս ծայրահեղ վիճակին, հատկապես ուզում եմ շեշտել բանակը թալանվել այնպես, ինչպես ամբողջ երկիրը, բայց եթե մենք այսպես խաղաղ կյանքում դրա վնասները այլ ձևով ենք կրում, ասենք վատ ապրելով, ունենալով անհարմարություններ, բանակում դա մարդկային կյանքեր է, երիտասարդ կյանքեր է, որոնք զոհվում են այն պատճառով, որովհետև ինչ-որ բարձրաստիճան զինվորականներ, ինչ-որ պաշտոնյաներ կամ չեն եղել իրենց մասնագիտական բարձրության վրա կամ պարզապես յուրացրել են բանակի հատկացվող միջոցները, այսինքն դա կարելի է անել։ Ես ուզում եմ ասեմ, այս քայլերը, եթե կատարվի, իրավիճակը ավելի կմեղմվի, հետո հնարավորություն կլինի ավելի մեղմ մթնոլորտով բանակցել ավելի սկզբունքային հարցեր։ Այս պայմաններում կարծում եմ, որ բոլորն էլ հասկանում են, որ դա իրատեսական չէ, ոսկե նախագահի իրավիճականի մասին է։ Հատկապես երբ հիմա իշխանության ձեռքին տակտիկական առումով կան հաղթաթղթեր, այսինքն այլևս ոստիկաններ չկան ՊՊՑ գնդի տարածքում եւ միայն զինյալներն են իրենց զենքով։ Հետևաբար շատ ավելի խոցել են զինյալները, իսկ իշխանությունը կորցնելու բան թե տեսականորեն, թե գրեթե պրակտիկորեն այլևս չունի այդ առումով։ Բայց դա իհարկե շատ կարճաժամկետ իրավիճակ է, որովհետև երկարաժամկետ առումով ինչպիսին է որ լինի հանդուցալուծումը, իշխանությունը սարսափելի թուլանալու, ավելի է թուլանալու, քան եթե։ Ճիշտ են արդյոք ձերբակալությունները, կարծում եմ ոչ այստեղ, այս սենյակում եւ ոչ էլ հասարակության մեջ որևէ մեկը չի գտնվի, որը ասի, որ այդ ձերբակալությունների 99%-ը անտեղի են եւ ուղեկցվում են բիրտ եւ բռնի ուժի կիրառությամբ։ Ես երեք տեսել եմ 55 տարեկան մի մարդու, որին բառացիորեն հավաքի տեղից առաջին թե երկրորդ օրը քարշ տալով եւ ճանապարհին ծեծելով տարել էին էջմիածին եւ սարսափելի կտանքների ենթարկել եւ երբ ակնոցները հանեց, ուղղակի սարսափել կարելի էր թե ինչ վիճակում էր դեմքը, աչքերը եւ այլն։ 55 տարեկան մարդ, որին իր ասելով ծեծել են իր որդու տարեկիցները։ Հիմա եթե ոստիկանությունը այսպիսի ձերբակալություններ է անում եւ այսպիսի վարքագիծ է դրսեւորում, ինչ ճիշտ լինելու մասին է խոսքը։ Դա կարծեմ նույնպես հանցագործություն է։ Ստացվում է, որ ոստիկանությունը կատարում է հանցագործություն։ Ձերբակալելը մի բան է, կալանավորելը մի բան է, ձերբակալել ծեծելու նպատակով եւ ձերբակալել անտեղի, հետո մեղադրանք չառաջադրել եւ բաց թողնել, դա բոլորովին այլ բան է։ Այստեղ իհարկե ռեպրեսիվ երևույթների հետ գործ ունենք, որոնք շատ անընդունելի երևույթ են, բայց իհարկե բոլորս էլ հասկանում ենք, որ դրանք հայաստանյան հասարակական քաղաքական կյանքի անբաժան մասն է կազմում արդեն շատ երկար տարիներ։ Եվ ցավալին այս ամենում այն է, որ մենք լսում ենք խոսքեր, որ պետք է ենթադրություններ անենք, հետևություններ անենք, բայց իշխանությունը չի բացահայտում, թե ինչ ենթադրությունների եւ հետևությունների մասին է խոսքը։ Իշխանությունը փորձում է ենթադրություններ եւ հետևություններ անել, որ պետք է ավելի կոշտ լինել, որպեսզի անգամ որևէ մեկի մտքով չանցնի այլևս զենք վերցնել եւ գնալ առաջ, թե պետք է ենթադրություններ անել, որպեսզի պատճառները, որոնք դրդել են այդ մարդկանց գնալ նման քայլի, վերանան մեջտեղից։ Եվ դատելով ներկայիս վարքագծից հատկապես ուժային կառույցների ակնհայտ է դառնում եւ նաեւ քաղաքական
ղեկավարության հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ ամենևին դասեր չեն քաղվել, անհրաժեշտ դասեր չեն քաղվել, քաղվել են ընդհակառակը վնասակար դասեր, եթե կարելի է դա դաս անվանել։ Եվ իմ գործընկերն արդեն ասաց, Արեգ Պապյանը, պետք է իշխանությունը հասկանա, որ թեկուզ հենց իր շահերից ելնելով իրեն անհրաժեշտ է գնալ զիջումների, որովհետև զիջումների գնալը նման պարագայում խելքի և ուժի նշան է։ Միշտ երկու ընտրություններից ընտրելով ուժի ճանապարհը դու ցույց ես տալիս, որ դու թույլ ես, եթե դու ունես մեկ այլ ընտրություն ևս։ Իսկ այսօր ընտրություն ունեն իշխանությունները և գնդակը իրականում իրենց դաշտում է։ Եվ ես չեմ կարծում, որ եթե այն ցուցակը, որը ներկայացրել է Ժիայր Սեֆիլյանը, եթե այդ ցուցակի բոլոր մարդկանց բաց թողնեին, ինչ որ սարսափելի բան կլիներ։